Ես Ռուբեն Մամուլյանս ծնվել եմ Թիֆլիսում հայկական ընտանիքում, սովորել եմ Մոսկվայում, սակայն ստեղծագործական գործունեություն ծավալել եմ Լոնդոնում, Փարիզում, Նյու եւ համարվում եմ հոլիվուդյան ոսկեդարի մեծագույն նորարար եւ Բրոդվեյի ծանր հրետանի։ Նկարահանել եմ կինոյի պատմության առաջին գեղարվեստական գունավոր ֆիլմը Բեքիի շարփը 1935 թվականին։ Ծանր հրետանի պատվանունը վաստակել եմ, որովհետև առաջինն եմ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը, միաժամանակ կիրառելով նաև 3 կինոխցիկ։ Առաջինն եմ առանձնացրել կինոխցիկի նկարահանումն ու խոսափողով ձայնագրումը, ազատագրելով կադրը ստատիկ վիճակից։ Մինչ այդ սինխրոն էին ձայնագրում։ Առաջինն եմ նկարահանումների ընթացքում կինոխցիկը դրել հատուկ տուփի մեջ, մեկուսացնելով հենց նրանցից դուրս եկող աղմուկը։ Առաջինն եմ կինոխցիկը տեղադրել անիվոլների վրա, որպեսզի տեսարանի նկարահանման ժամանակ այն ընթացքի մեջ լինի, ֆիլմին առանձնահատուկ դինամիկա հաղորդելով։ Դեռ 1930-ից 1940-ականներին այնպիսի հատուկ էֆեկտներ եմ ստացել, որոնց գաղտնիքները միայն տասնամյակներ անց են բացահայտվել։ Բեմադրել եմ 60 դրամատիկ եւ երաժշտական ներկայացումներ, իսկ 1929 թվականից գալով կինո նկարահանել եմ տարբեր ժանրերի ֆիլմեր՝ երաժշտական, սարսափ, արկածային, մելոդրամա, գանգեստերական։ Ընդհանուր 17 կինոնկար։ Հոլիվուդում հաճախ դժբուհում էին, որի մազգանունը դժվար արտասանելի է։ Համոզում էին, որ այն տվյալ ժամանակներում հայտնի մեքենայի մակնիշի անվանման հետ փոխարինեմ, սակայն կտրականապես մերժեցի ասելով. Ինչու ես պետք է ամաչեմ, որ հայ եմ։ Հայերն ունեցել են զարգացած մշակույթ եւ արվեստ դեռ միջին դարերից առաջ։ Մենք ունեցել ենք մշակույթ այն ժամանակ, երբ Ֆրանսիան, Անգլիան եւ Գերմանիան դեռ քաղաքակիրթ երկրներ չէին։ Իմ հայկական ծագումը ինձ տվել է ամուր հենք։ Հայերն այնպիսի նշանակալի պատմություն ունեն, որ անհայտ է, ստեղծագործական տաղանդը նրանց արյան մեջ է։